Փառք Հիսուսին սիրելիներ։ Հալելույա։ Ես ասեմ, որ հունիս ամսվա վերջին շաբաթը Երևանում լինելու է կոնֆերանս Երևանի եկեղեցում, մեր կյանքի խոսք եկեղեցում, այնպես որ եթե Երևանում կլինես, անպայման այցելի եկեղեցի, արի կոնֆերանսներին, շատ հրաշալի ժամանակներ անցնելու, մենք նույնպես այնտեղ ենք լինելու, եթե այնտեղ կլինես, մենք իրար կհանդիպենք։ Ամեն, փառք Հիսուսին։ Ես ուզում եմ անցնեմ Աստծո խոսքին, հավատում եմ, որ իմ ու քո սիրտը բաց է, իմ ու քո սիրտը ծառավա Աստծո խոսքին, ու թող այսօր Աստվածաշունչը մեր ներսում իր գործն անի։ Աստծո խոսքը մեզ համար գիտես ինչ է ասում, ասում որ նա սուր է, երկսայրի սուր է, ավելորդ բաներ կա, որ կկտրի ու կմաքրի մեր կյանքում։ Միևնույն ժամանակ Աստվածաշունչն ասում է, որ Աստծո խոսքը ինքը սերմի պես է, որ մեր կյանքում երբ որ պակաս բաներ կա, ինքը գալիս է ու այդ սերմերը ցանում է, դնում է մեր սրտի մեջ ու ինքը քիչ-քիչ աճելով պտուղ է տալու։ Ամեն։ Այսօր մենք խոսելու ենք շատ հրաշալի մի թեմա, որ իմ սրտում կա, ես այն վերնագրել եմ այսպես. տան տղամարդ։ Տան տղամարդ։ Իհարկե ես ասեմ, խոսքս հիմնականում եղբայրներին է վերաբերվելու, բայց ասեմ թանկագին քույրեր, այստեղ էլ դուք բաժին ունեք, այստեղ էլ ձեր մասին շատ խոսելու ենք ու գիտես փորձելու ենք տարբեր կողմերից տեսնենք ընտանիքի հարցերը, ընտանեկան փոխհարաբերությունները, տղամարդու գործը տան մեջ, կնոջ գործը նույնպես տան մեջ։ Գիտես մենք խոսելու ենք այսօր տան տղամարդ եւ երկու կարևոր շեշտադրում ենք անելու տղամարդը տան մեջ ունի հետաքրքիր մի կոչում Աստծուց տրված։ Տղամարդը տան մեջ ունի Աստծուց տրված կոչում։ Տղամարդը տան թագավորն է, տղամարդը տան քահանան է։ Տղամարդը տան թագավորն է, տղամարդը տան քահանան է։ Եվ մենք այսօր ամեն մի կողմը իրար հետ նայելու ենք։ Սիրելի քույրեր, կուզենամ միանգամից գիտեք, որ sense ձեզանով սկսեմ, ձեզ խոսքս ուղեմ, թույլ տվեք, որ ձեր տան տղամարդը լինի թագավոր։ Թույլ տվեք, որ լինի թագավոր։ Գիտեք, մենք կխոսենք հեսա ընթացքում, կկպնենք տարբեր տեղերի, թույլ տվեք, որ ինքը լինի քահանա։ Անգամ այն դեպքում, երբ որ կտեսնես, որ տղամարդը գիտես ինչ-որ մի հարցում թեկուզ թերանում է, ինչ-որ մի հարցում գիտես կարող է սխալվում է, բայց թույլ տուր, որ ինքը լինի թագավոր։ Թույլ տուր, որ ինքը լինի քահանա։ Գիտես, ես հաճախ եմ հանդիպում, լինում է իհարկե դա անմտությունից է լինում, միամտությունից է լինում, եւ անգամ լինում է այդ զույգին, այդ ընտանիքին հարցնում եմ, կնոջը հարցնում եմ, քույրիկին հարցնում եմ, ուզում ես ամուսինդ քեզ միաբանվի, թե դու պետք է միաբանվես քո ամուսնուն։ Գրես նրանց մեջ երկու տարբեր հասկացողություններ կա եւ կա ճշմարտություն այստեղ։ Ուզում ես ամուսինդ քեզ հետ միաբանվի, թե դու պետք է միաբանվես ամուսնուդ։ Գրես ասեմ ճշմարտությունը, երբ որ կինը միաբանվում է ամուսնու հետ։ Ինչի, որտեվ Աստված է այդպես դրել։ Եվ Աստծո դրված կարգին մենք չպետք է հակառակ գնանք։ Հովիվ ջան, բա որ մի բան սխալ անի։ Գրես միգուցե կզարմանաս իմ պատասխանի վրա, բայց ես այսօր քեզ կասեմ ոչինչ։ Դու աղոթքի մեջ եղի, Աստված կշտկի։ Թույլ տուր, գիտես դու իր հետ քայլի։ Ես չեմ խոսում, գիտես այն գլոբալ մեղքերի ու սխալների մասին։ Կյանքի առօրյա ինչ-որ մի խնդիրներ, ինչ-որ մի որոշումներ։ Իհարկե ես չեմ ասում նույնպես, որ դու իրավունք չունես խոսելու, կողքից մի փոքր ուղղություն ցույց տալու, խորհուրդ տալու, դա նորմալ է, դա ճիշտ է, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ասեմ թանկագին քույրես, միաբանիր քեզ քո ամուսնու հետ։ Ոչ թե քո ամուսինը պետքա քո հետևից քայլի, այլ դու պետքա քո ամուսնու հետևից քայլես։ Դու պետքա վերցնես քո ամուսնու տեսիլքը, դու պետքա վերցնես քո ամուսնու ծրագրերը ու քայլես նրա հետևից։ Դա օրհնված ընտանիքի մոդելն է։ Երբ որ կինը ուզում է, որ ամուսինը իր հետևից քայլի, ցրելիս ներողություն, բայց ասում եմ Աստծո խոսքով ճշմարտություն, այդ ընտանիքը անեծքի մեջ է։ Աստված այդպես չի դրել կարգը։ Աստված այդպես չի դրել կարգը։ Կինը ամուսինը չպետք է միաբանվի կնոջը ու կնոջ տեսիլքի հետևից քայլի, այլ կինը պետք է միաբանվի ամուսնուն եւ ամուսնու տեսիլքի հետ քայլի։
Գիտես սիրելի քույրես, ես կուզենամ քեզ ասեմ, եթե դու մտա դե ախր ինքը որոշում չի կայացնում, ստիպված ես եմ այդ որոշումները կայացնում, դե ինքը այդ հոգսը իր վրա չի վերցնում, ստիպված ես եմ այս հոգսը վերցնում, ես գիտեմ, շատ հաճախ խորհրդատվություններ ենք ունենում ու նման խնդիրների ենք բախվում։ Գիտես ինչ եմ հաճախ խորհուրդ տալիս, ասում իսկ դու մոտենում ես եւ իրան ասում ես, այս հարցը ոնց անենք, որոշում տուր։ Որոշում կայացրա, թող դու ինքդ տար ու այդ հոգսը, այդ բեռը, այդ ծանրոցը դիր իր ուսերի վրա, Աստվածաշունչն ասում է, որ ինքն է օծված, որ դա տանի։ Բայց երբ որ կինը, տանտիկինը իր դերը կորցնում է, իր դիրքը կորցնում է ու փորձում է սխալ տեղեր մտնել, ցելից շատ բաներ քանդվում է ընտանիքում, շատ փոխհարաբերություններ քանդվում է։ Գիտես նորմալ է իհարկե խնդիր չի, կինը քույրիկը կարա լինի ճարպիկ, գործարար, փող աշխատող նորմալ է, բայց տան մեջ չպետք է մոռանա, որ ինքը գործարար չի։ Տան մեջ չպետք է մոռանա, որ ինքը այդ նույն բիզնեսմենը չի։ Կարող է ինքը դուրսը բիզնեսմեն է, կարող է դուրսը դպրոցի տնօրեն է կամ ինչ որ հիմնարկի տնօրեն է, որտեղ ունի շատ ենթականեր ու շատ աշխատողներ, բայց չպետք է մոռանա, տանը ամուսինն իր ենթական չի։ Տանը ինքը ունի գլուխ, իր ամուսինը, ինքը տանը տնօրեն չի, ինքը տանը ունի գլուխ, որ տունը իր գլուխը պետք է ասի, աչ թե ձախ, գնա հիմնարկում, ոնց ուզում ես ղեկավարի քո գործն է, այնտեղ դու կանչված ես, այնտեղ դու օծված ես, բայց տան մեջ ամուսինը տա օծված։ Ու շատ հաճախ գիտես ինչ ան գնում է ինձ հիմնարկում կամ իր գործի մեջ, իր բիզնեսի մեջ, ինքը գիտի, ինքը ճարպիկ է, ինքը այս հարցը լուծում է, այս հարցը լուծում է, ամուսինը բնավորությամբ ավելի համեստ է, բնավորությամբ ավելի զուսպ է, ու գալիս է տուն ու տեղը չի գտնում, ու այդ ընտանիքը սկսում է քանդվել։ Սիրելի քույրս ուզում եմ ասեմ, քեզ իջացրա, դու հիմնարկում տնօրեն ես, Աստված օրհնի, բայց տան մեջ դու ունես գլուխ։ Գիտես տղամարդը տան թագավորն է։ Եվ ինչ է անում թագավորը, թագավորն ունի մի քանի հրաշալի կոչումներ, որ այսօր մենք խոսելու ենք։ Թագավորը պաշտպանում է։ Պաշտպանում է իր տունը, պաշտպանում է դրսի պայքարներից եւ թագավորը առաջնորդում է հաղթելու համար։ Հա, մենք երբ որ տեսնում ենք պատերազմների ժամանակ ինչ անում, թագավորը կազմակերպում է, թագավորը մոբիլիզացնում է, որպեսզի զորքը գնա, զորքը հաղթանակի, ինքը հրամաններ է տալիս, ինքը որոշումներ է կայացնում եւ դա նման է նույնպես ընտանիքին։ Երբ որ ընտանիքում երեխան ինչ որ խնդիր է ունենում, գիտես շատ հաճախ մենք անցած անգամ ենք խոսում, շատ հաճախ այնպես չի որ հայրը պետքա վազի բոլոր հարցերը ինքը լուծի, բայց ինքը տոնը ուղղություն է տալի, կգնաս այսպես կանես, կգնաս այսպես կանես, ինքը կազմակերպում է այդ հաղթանակը, ինքը սովորեցնում է, թե ոնց իր երեխեն դուրսը հաղթանակներ ունենա։ Դա թագավորի գործն է։ Երբ որ պաշտպանում է իր ընտանիքը, թագավորը նույնպես մատակարարն է։ Մատակարարում է, հագուստը, կերակուրը, հա, տունը ինչ կուտի, տունը ինչ կմտնի, բայց միևնույն ժամանակ կուզենամ ասեմ, իհարկե սիրելի տղամարդ, դու ես կանչված, դու պետքա կերակրես, ով պետքա կերակրի, բայց միևնույն ժամանակ հաջորդ բանն էլ, որ լինում է, գիտես, տան մնացած անդամներն էլ պապային, տան թագավորին մենակ չպետքա որպես կաշիլոկ տեսնեն։ Հա? Իհարկե նորից եմ ասում, պապան թող չնեղվի նրանից, որ գալիս են ու անդադ փող են ուզում կամ հիշում են այն ժամանակ, երբ որ փող է պետք, չէ՞։ Բայց նորմալ է, ոչինչ։ Դու ես պապան, դու էլ պետք է անես, խնդիր չկա։ Բայց միևնույն ժամանակ էլ իհարկե տան անդամները, մենակ իրանց պապան, դե կարևորը, գիտես, ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկացեք, ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, մենք հենց այստեղ օտար երկրում ենք։ Ու մենք երկար տարիներ ծառայել ենք Հայաստանում, ծառայել ենք ռայոններում, գիտես, շատ հաճախ տեսնում ես քանդրտված ընտանիքի մոդել։ Դե պապան խոպանում է փող ուղարկում է հերիքա։ Գիտեք, ծառայելով Հայաստանում ռայոններում, մեր եկեղեցու բոլոր անդամներին, ում որ իմացել են, որ ամուսինը դուրսն է եղել, ես հարցնում եի քույրիկին, ասում երկար ժամանակով է գնացել։ Հա, դե կգնա կմնա, ասում դու էլ գնա հետը։ Դավայ վեշերը թավակի գնա մարդուտ մոտ։ Վեշերը թավակի գնա մարդուտ մոտ։ Դե գնում է փող ուղարկում է լավ է, դա սխալ է, դա ճիշտ չի։
Դա ճիշտ չի, գնացեք ոչինչ մի կտոր հացով, բայց իրար հետ եղեք, միաբան եղեք։ Դե գնացել է, գարունը գնում է, ձմեռը նոր տարուն գալիս է, գարունը գնում է, ձմեռը նոր տարուն գալիս է։ Իրարից հեռանում են, իրարից սառում են, երեխեքը մենակ պապային գիտեն, երբ որ փող է ուղարկում, գնան բանկից ստանան կոդը ուղարկելա, ու վсё։ Սելիս դա ճիշտ չի։ Դա ճիշտ չի։ Իհարկե նորից եմ ասում թագավորը տան, հենց նրա համար է որ կերակրի, հոգ տանի, բայց միևնույն ժամանակ սիրելի քույրս ուզում ասեմ, ամուսնուդ բռնած քայլի։ Ամուսնուդ բռնած քայլի Հիսուսի անունով։ Հաջորդը տան տղամարդը, տան առաջնորդն է։ Արջևից գնացողը։ Թույլ տուր սիրելի քույրս, որ տղամարդդ արջևից գնա, մի փորձի դու արջևը կանգնես։ Մի փորձի դու առաջ ընկնես, թույլ տուր թող քո տղամարդը արջևից գնա, հարցրա իրան։ Ախր բան չի անում է, ոչինչ դու իրան հարցրա։ Ասա ինչ ենք անելու։ Այս հարցը ոնց ենք անելու, վաղը ինչ ենք անելու, մի տարի հետո մեր հարցը ոնց անելու։ Թույլ տուր այդ բեռը, նորից եմ կրկնվում, այդ բեռը գցիր իր ուսերի վրա, ինքը օծված է, Աստծոց կգա իմաստություն, ինքը կսկսի առաջնորդել, կսովորի դրա մեջ մտնել։ Սիրելի քույրեր, իհարկե հասկանում եմ ոչ բոլորին է վերաբերվում, բայց այս թերությունն էլ հաճախ նկատում ենք։ Կինը ոչ թե մնում է, գիտես այն տան, գեղեցիկ, այսպես ընկերը, ընկերուհին, այսպես թիթիզը իր հետ քայլողը, այլ շատ հաճախ դառնում է երկրորդ մայրը։ Սիրելի քույրես, պետք չի որ դու դառնաս քո տղամարդու երկրորդ մայրը։ Դու չես մայրը։ Հա, դու մնա իր կինը։ Կնոջ պարտականություններով։ Երբեք մի փորձի այդ տեղը լրացնես, ախր էսի բավոր սխալան, ախր էնի բավոր սխալանի, բավոր էսի սենց լինի, բաց թող, դու աղոտքի մարդ ես, վստահի Հիսուսին, հանձնի Հիսուսի ձեռքերի մեջ, Հիսուսը այդ ամեն ինչով կսկսի զբաղվել։ Նորից եմ կրկնվում, դու կարաս փոքր իր հետ շփվես, խոսես, խորհուրդներով կիսվես, բայց նորից շատ հաճախ լինում է, երբ որ մենք խորհրդատվություն ենք, ես խորհրդատվություն եմ ունենում, ասում գիտես, կարաք դուք խորհրդակցեք, բայց վերջում որոշում կայացնողը տղամարդն է։ Իտոգը իր ձեռքերի մեջ է։ Ախր բայց սխալ է որոշում կայացնում, ոչինչ, իտոգը իր ձեռքերի մեջն է։ Թող ինքը իտոգը տա, դու գնա ծոմի աղոթքի։ Ինքը կհասունանա, ինքը կմեծանա, ինքը կսովորի, ինքը այդ ամեն ինչի մեջ կընկնի, գլուխը մի օր կբռնի, կասի, էսի խի սխալ արեցի, կարող է քեզ չասել, բայց գլուխը էս պատից են պատը տա։ Գիտես, ես քեզ ասեմ, փողերը սխալ է ծախսում, նորմալ է։ Դու գիտես ինչ կարաս անես, որպես տանտիկին մի փոքր ասեմ, դու ուղղակի գրի տան կարիքները, իրեն համար գրի, էսա պետք, էսա պետք, էսա պետք։ Օրինակի համար եմ սա ասում։ Ինքը արդեն մտածելու է, չէ, երբ որ փողերը ապրծպր ստեղ ընդեղ ծախսեց, բայց հետո տուն ա գալու, բա տան առևտուրը, վայ կնիկս էս էր ասել։ Մեկ կհասկանա չկարացավ, երկու կհասկանա չկարացավ, երեք արդեն կհասկանա, գիտես հələ սպասի, այս ծախսը ստեղ սխալ եմ անում, ստեղ երեխուս հացն ա պետք։ Ստեղ երեխուս կերակուրն ա պետք։ Ու քիչ-քիչ այդ իմաստությունը կգա իր վրա։ Քիչ-քիչ այդ իմաստությունը կգա իր վրա։ Տղամարդը սիրելիս, տան քահանան է։ Ինչ է անում քահանան սիրելիս։ Ընտանիքը բերել Աստծո մեջ։ Տղամարդու վրա է դրված, սիրելի եղբայրս։ Ուզում եմ քեզ ասեմ, Աստված դրել է մեր վրա, որ մենք մեր ընտանիքը բերենք Աստծո մեջ։ Մենք մեր ընտանիքը բերենք Աստծո մեջ, հոգ տանենք, որ մեր ընտանիքը Աստծո մեջ լինենք, խոսել Աստծո մասին, ծանոթացնել Աստծո հետ մանկությունից։ Տան մեջ, ընտանիքի մեջ խոսել Աստծո մասին, ծանոթացնել Աստծո հետ ընտանիքը։ Սիրելիս, դա մեր պատասխանատվությունն է, դա տղամարդու, դա հոր, դա ամուսնու պատասխանատվությունն է։ Դու ես քահանան քո տան։ Դու ունես պարտավորություն ու մենք վերջում Աստծո առաջ դատաստանի առաջ պատասխան ենք տալու ոնց վարվեցինք, ինչքան մոտեցրեցինք մեր ընտանիքը, ինչքան վերեցինք Աստծո մեջ։ Ուզում եմ հրաշալի մի տեղ կարդամ Ծննդոց 18-րդ գլուխ 17-րդ խոսքից Աբրահամի կյանքից ասում եւ Աստված ասեց. «Միթե ես Աբրահամիցը ծածկող եմ ինչ որ անելու եմ»։ Տես Աստված Աբրահամի հետ կապած ինչ հրաշալի
հարգանքով, հա ինչ պատվով է խոսում Աբրահամի մասին, միթե ես Աբրահամից բան կծածկեմ, ինչ մտերմություն Աբրահամի հետ, ըստ որում Աբրահամը մի մեծ եւ զորավոր ազգ է լինելու եւ երկրի բոլոր ազգերը նրանով օրհնվելու են։ Հրաշալի է։ Մենք տեսնում ենք Աբրահամի մեծությունը, այստեղ ու Աստված ինչ կոմպլիմենտ է անում Աբրահամին, բայց այստեղ կա մի հատ բայց, մի հատ բանալի։ Սիրելի եղբայրս, տան քահանա, այս բանալին ես ու դու պետք է ունենանք, որովհետև պատճառն ասում, թեխի Աբրահամը տենց մեծ է։ Պատճառն ասում, թեխի Աբրահամը տենց ընդունված Աստծո կողմից, պատճառն ասում։ Այսօր սաղս կարանք նայենք ասենք, օ, դե հայր Աբրահամը, բայց Աստված ասում է որդիս, դու էլ նույնպես կարաս հայր Աբրահամի նման այտենց ընդունված լինես, որովհետև ես ճանաչեցի նրան, որ իր որդկանցը եւ իրանից հետո իր տանը կպատվիրե եւ նրանք Տեր Աստծո ճանապարհը կպահեն։ Ասում ես տեսա Աբրահամին, որ Աբրահամը մի հատ բնավորություն ունի, իմ մասին իր տան մեջ պատմում է։ Իմ մասին իր որդկանց մոտ պատմում է, ինքը իր բերանը փակ չի պահում, ինքը իր որդկանցն ուզում է իմ ճանապարհների մեջ դնի, ասում է դրա համար էլ ընտրել եմ Աբրահամին։ Ինչ հրաշալի է։ Նորից եմ ասում, մենք կարանք նայենք ու հիանանք Աբրահամով, բայց Աստված Աբրահամի գաղտնիքը ցույց է տալիս, որովհետև տեսա Աբրահամի մեջ մի բան, որ իր երեխեքին իմ մասին պատմում է, որ իր սերունդին իմ մասին պատմում է, որովհետև ես ճանաչեցի նրան, որ իր որդկանցը եւ իրանից հետո իր տանը կպատվիրե եւ նրանք Տեր Աստծո ճանապարհը կպահեն, արդարություն եւ իրավունք ունենալու համար, որպեսզի Տեր Աստված Աբրահամի վրա բերի ինչ որ ասել էր նրան, այս էլ գալիս է խոստմունքները։ Սիրելի եղբայրս, սիրելի տան քահանա, պատմիր Աստծո մասին տանը, սովորեցրու երեխաներին մանկուց Աստծո ճանապարհները։ Ցավալի բան, բայց մեր ազգի մեջ կա։ Հայրը, հոպարը, քերին, երեխուն փոքր ժամանակվանից ավելի շատ հայհոյել են սովորացնում։ Հələ մի հատ էս ձյաձային մի հատ հələ ասա։ Ավելի շատ կեղտոտ բառեր ենք սովորացնում ու հետո ուրախանում ենք մի հատ արաղի բաժակով չխկցնում ենք։ Չենք հասկանում, որ այդ հայհոյանքը փառաբանում է սատանային։ Հայհոյանքը սատանայի փառաբանությունը հիշի ու փոքրուց մեր երեխեքի բերանը այդ փառաբանությունը կեղտոտ փառաբանությունն ենք դնում, հետո զարմանում ենք, բայց տան քահանան կանչված է, որ ճշմարիտ փառաբանություն դնի երեխու բերանին, ճշմարիտ ճանաչողություն դնի, փոքրուց սովորացնի երեխային Աստծո ճանապարհները։ Դե շատ հաճախ մենք այն ժամանակ են սկզբներում նամանավանդ, երբ որ մենք երեխեքի բալիկներին հաղորդություն ենք տալիս, ինչի եք երեխաներին հաղորդություն տալիս։ Մենք փոքրուց երեխաներին մտցնում ենք դրա մեջ։ Թող ծնողի հավատքով ընդունի, թող քիչ-քիչ սովորի։ Գիտես այդ որ կոֆեն մի հատ մատով փորձել են տալի, որ այդ արաղը մի հատ լավ լպստի տես ինչա, էդի ոչինչ։ Բայց որ Տիրոջ մարմնի մեջ հաղորդակից ենք փորձում դարձնել, այդտեղ մեղք ենք գործում։ Գիտես մենք փոքր ժամանակից շատ երեխեքը գիտես են որ հենց կարացել են, ես չգիտեմ այդ ժամանակը երբ է, հենց կարացել են այդ մի փոքր հացի փշտը, այդ մի փոքր կարմիր հյութը բերաններն առնեն, մենք իրենց հաղորդություն տվել ենք, ես չգիտեմ էդի քանի ամսական, չափ չկա այդտեղ, չգիտեմ, տվել ենք, փոքր ժամանակից մեր երեխեքը սովորել են, մեր երեխեքը սովորել են, որ մենք մի տեղ ենք գնում կամ ընտանիքում մի խնդիր կա, հավաքվենք իրար հետ հաղորդություն անենք։ Եթե հեռու ճանապարհ պետքա գնանք, հավաքվենք իրար հետ հաղորդություն անենք։ Սիրելիս ուզում եմ քեզ ասեմ, Աստվածաշունչը մեզ հրաշալի բան է ասում, գիտես, երբ որ հաղորդություն ընդհանրապես Սուրբ Զատիկը որտեղից եկավ, երբ որ Իսրայել ազգը գառնուկը պիտի մորթեր ու ուտեր։ Ընտանիքներով պիտի մորթեին, տան քահանան, տան պապան, չէ, տան քահանան է, պետք է օրհնության խոսք խոսեր, աղոթք աներ, եւ ինչ էր անում, այդ գառնուկից տալիս էր տան բոլոր անդամներն ուտում էին, երեխեքն էին, չէ՞ այդտեղ։ Երեխեքն էին այդտեղ։ Բայց ես չեմ հասկանում, նոր կտակարանում այդ որտեղ գտան, որ երեխեքին պետք է չտան։ Որտեղ է գրված։ Որտեղ է գրված, որ երեխաներին պետք է հաղորդություն չտան։
Երբ որ զատիկում ելից գրքում զատիկը բոլոր տան անդամներն են կերել, նոր կտակարանի զատիկում չգիտես խի բալիկներին հեռու ենք պահում։ Սիրելիս, վտանգ չկա, երբ որ երեխեդ Հիսուսի հետ միանում է։ Վտանգ չկա, երբ որ երեխեդ Հիսուսին մոտենում է։ Բայց չի հասկանում, ինչքան հասկանում է։ Ինչքան հասկանում է։ Գիտես, արդեն 4-րդ տարին է եկեղեցով տարեկան 2 անգամ 40 օրանոց հաղորդություններ ենք անում, ամեն անգամ մեր մոտ այդ ճանաչողությունն ավելի է բացվում։ Ամեն անգամ ավելի ենք մոտենում, ամեն անգամ ավելի ենք հայտնություն ստանում։ Քահանան, ամուսինը տան քահանան է։ Երկրորդ օրինաց 6-րդ գլուխ 5-րդ խոսքից տես ինչ է ասում։ Եվ սիրիր քո Տեր Աստծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զորությունովդ։ Եվ այս խոսքերը, որ ես այսօր քեզ պատվիրում եմ, քո սրտի մեջ լինեն եւ կրկնիր նրանք քո որդկանցը, խոսիր նրանց վրա քո տան մեջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացածը ժամանակը եւ պարկելիս եւ վեր կենալիս։ Դες Աստված ինչ է պատվիրում։ Աստված պատվիրում է տան քահանային ամեն ժամանակ տանդ մեջ խոսա Աստծո խոսք։ Խոսա քո երեխեքի հետ, խոսա քո որդկանց հետ, սովորեցրու իրանց։ Գիտես, անգամ մի քանի խոսք հետո որ կարդում ենք, ասում անգամ կպցրա քո տան դռանդիներին, Աստվածաշնչյան խոսքերը, թող միշտ քո երեխեքը տեսնեն։ Թող երեխեքի համար հավատքի կյանքը սովորական լինի։ Գիտեք, մի տխուր պատմություն մի քիչ ծիծաղելու է, բայց իրականում ինքը տխուր է։ Ու սա իրական պատմություն է։ Երբ որ ասում է ծնողը երեխային ասում է մտի աղոթելու չես աղոթե, մտի աղոթելու չես աղոթե, մտի աղոթելու չես աղոթե, ու երեխան գլուխը կախելով գնում է սենյակ մտնի աղոթի, ու ծնողը հետևից գնում է տենա երեխան ինչ է աղոթելու։ Ու ծնողը լսում է երեխայի աղոթքը, Հիսուս ջան, ուզում եմ շուտ մեծանամ, որ ես էլ պապայիս նման կարանամ չաղոթեմ։ Գիտես, էսի ցավալի է։ Եթե երեխան չի տեսնում հորը աղոթելուց, եթե երեխան չի տեսնում ծնողին խոսք կարդալուց, խոսքով ապրելուց, մենք չենք կարող ասի դու խոսքով ապրի, դու սուրբ ապրի, բայց ես կգնամ կծխ։ Դու խոսքով ապրի, դու սուրբ ապրի, բայց ես այնտեղ սուտ եմ խոսում։ Դու խոսքով ապրի, դու սուրբ ապրի, բայց ես այստեղ հայոյում եմ։ Այդպես չի աշխատում, սիրելիս։ Երեխան պետք է տեսնի տան քահանան խոսքը պահում է։ Տան քահանան խոսքով ապրում է։ Առաջինը քահանան ինչ էր անում, ընտանիքը բերել, ընտանիքն է բերում Աստծո մեջ։ Երկրորդը սիրելիս, Աստծուն բերել ընտանիքի մեջ։ Դա արդեն մեր պատասխանատվությունն է աղոթքի մեջ, բարեխոսությունների մեջ, բարեխոսել տան համար, տան մեջ հոգևոր մթնոլորտն ապահովել, դևերից պաշտպանել, կանգնել ընտանիքի համար։ Կանգնել ընտանիքի համար։ Գիտես, շատ հաճախ լինում է անգամ, երբ որ փոքր երեխա ունենք տանը, չէ, երեխեքը, մեր երեխեքը մեկ էլ գիշերը կարան վատ երազ տեսած զարթնեն։ Երեխային հոգևոր աշխարհի համար բաց են։ Կան ինչ որ դիվային ներկայություն զգան, ինչ որ հա սխալ բաներ լինի, ու երեխեքը արդեն գիտեն, վազելով գասեն, քնից հանում, պապա աղոթի գնամ քնեմ, վատ երազ եմ տեսել։ Ես սովորել են իրանք։ Աղոթում ես, օրհնում ես, ուրախ գնում քնում է, կամ արթնանում էին, լացում էին, վազելով գնում էինք մոտը, ինչ ա եղել, չգիտեմ, վատ երազ եմ տեսել, աղոթում ես, օրհնում ես։ Գիտես, մի պատմություն եմ ուզում պատմեմ։ Աստծո ծառային հրավիրում են մի ընտանիք, որտեղ երեխան հիվանդ է, շատ վատ հիվանդությունով հիվանդ է։ Ու երբ որ Աստծո ծառան սկսում է խոսել, սկսում են շփվել, ասում են պատմեք տնան ոնց եղավ, ինչ եղավ, այս հիվանդությունը որտեղից սկսվեց։ Ու իրանք այս կողմից այն կողմից սկսում են ու մեկ էլ մայրը մի բան ասում, ասում է գիտեք, ասում է վերջին մի քանի ամիսը մենք մի բան ենք նկատում, ոնց որ մեր տան պատուհանից այն կողմ ինչ որ շարժ լիներ։ Ու իրանք բարձրահարկ շենքում են ապրում, այնպես չէ որ առաջի հարկը մարդմուրթա գնում գալիս։ Ասում ոնց որ պատուհանից այն կողմ ինչ որ շարժ լիներ, ինչ որ հոգիներ, ինչ որ բաներ գնային գային։ Ու այս Աստծո ծառան ասում է, բա ինչ էիք անում։ Ասում դե ոչ մի բան, տես մտածում ենք, բայց վախում ենք մեկ բան։ Ու գիտես, այս Աստծո ծառան պատտվում է հենց տղամարդուն, ասում է, բա ուր է քո քահանայությունը։ Բա ուր է քո իշխանությունը, ինչի օծման յուղը չես վերցրել, ինչի տունդ յուղով չես օծել, ինչի չես հրամայել, ինչի պաշտպանությունը չես կանչել, ինչի են դևերը տանդ կողքը խլվրտացել, ու դու լուր մնացել ես։
Գիտես թշնամին գալիս է տանդ կողքերը պտտվում է, բայց տան քահանան քնած է։ Սիրելի տան քահանա, վերցրա աղոթքդ, վերցրա օծման յուղը, վերցրա հավատքդ, վերցրա զենքդ ու կանգնիր քո տան համար Հիսուսի անունով։ Աղոթի քո ընտանիքի համար, բարեխոսի քո ընտանիքի համար։ Քո երեխեքին գիտես Աստվածաշունչն ասում է աղաղակի Տիրոջը քո որդկանց համար, որ հանկարծ աշխարհը չգողանա երեխեքին։ Սիրելիս, ես ինձ եմ ասում։ Ես շատ հաճախ մենք մտածում ենք, դե Աստծո տան մեջ են մեծանում, բայց մենք պետք է աղոթենք, որ երեխաները հանդիպում ունենան Աստծո հետ։ Գիտեք, մի լավ արտահայտություն, որ մենք վերջերս լսեցինք, երեխան չպետք է գա մամայի, պապայի եկեղեցին, երեխան պետք է գա իր եկեղեցին։ Ու սրա համար պետք է տան քահանան հոգ տանի։ Տան քահանան հոգ տանի։ Իհարկե ուզում եմ ասեմ, տան քահանա ունեցիր ես իշխանությունը, հավես չուներ չբերեցինք, այստեղ քո իշխանությունն օգտագործես, վեր կաս նստի ավտոն, գնում ենք եկեղեցի։ Այստեղ քո հավեսին ոչ մեկ չի նայում։ Հա, էսի քո իշխանությունն է, երբ որ դու քո երեխուն ասում ես գնացինք, դու գիտես ճիշտ ու քո դու երեխուն ճշմարտության մեջ առաջնորդում ես։ Բայց միևնույն ժամանակ տան քահանան պետք է աղոթքի մեջ լինի, ծոմերի մեջ լինի, փափագի Տիրոջն ու խնդրի, որ Տեր, ուզում եմ իմ երեխեն քեզ անհատական հանդիպում ունենա, որ ոչ թե իմ երեխեն գա իմ եկեղեցին, այլ իմ երեխեն գնա իր եկեղեցին, այդ եկեղեցին իրանը դառնա։ Գիտես, ես այնքան եմ ուրախանում, իհարկե փափագում եմ ու աղոթում, որ այդպես էլ մնա։ Իմ երեխեքը երկուսն են տեղ են, նատս էստեղ է, գիտես գնացել են, ու այնտեղ գնում են եկեղեցի, իրանց պետք չասել, գնացեք եկեղեցի, մի գնացեք։ Նատս անցած տարի գնացել էր, թռել էր Հայաստան, այրոպորտից իջե գնացել էր աղոթքի։ Իմ սիրտը ցնծում էր։ Պիտի իր եկեղեցին է, ու մենք պիտի փափագենք ամեն մեկը սրելիս, որ մեր երեխեքը իրանց եկեղեցին ունենան իրանց հանդիպումը, իրանց փոխհարաբերությունը Աստծո հետ, ոչ թե պապայի եկեղեցին, մամայի գնացած եկեղեցին, այլ էդի իրանն արդեն։ Թանկագին տան քահանա, էսի մեր վրա է դրված։ Մեր վրա է դրված, Աստծուն ինչ պատասխան ենք տալու։ Դե թողեցի ինքը որոշում կայացնի։ Մի արա տենց։ Մի արա տենց։ Իրան առաջնորդի, տեղել կա իրան բշտի, ասել, մտ խելոք պայքեզի, դավայ գնացինք, ընկար առաջ ես գնացինք։ Գիտես ուրիշ տեղեր բաց ենք թողում, թույլ ենք կնում, հետո զարմանում ենք, ասում ենք, խի սենց եղավ։ Ես հիշում եմ մի հրաշալի ծառայողի օրինակ, որ ասում է, խոսում էր հոր իշխանության մասին, տան մեջ հայրը ունի իշխանություն։ Եվ այդ իշխանությունը պետքա ճիշտ բանեցնի, ոչ թե տանը հայրը դառնում է, գիտես, հենց մի հատ Հիտլեր, որ պապան տուն մտավ, սաղ պատի ծակն են փախնում։ Չէ, սենց պետք չի լինել։ Պապան նույնպես պետքա լինեն գզվող, խաղացող, շփվող պապան միևնույն ժամանակ, բայց միևնույն ժամանակ էլ լինեն խիստ խոսքը ասողը, որ եթե մի հատ թարսնայից ամեն մեկը գիտի իր տեղը։ Բայց միևնույն ժամանակ պապան տան սարսափը չպետքա լինի։ Գրես Աստծո ծառան պատմում էր ու ասում էր, ընտանիքով հավաքվում են սեղանի շուրջ, որ պետքա հաց ուտեն, երեխեքից մեկը նեղացած է սենյակից դուրս չի գալիս։ Անունը տալիս են, արի, չեմ ուզում, արի, չեմ ուզում։ Հայրն է ձենը բարձրացնում։ Հենց հիմա սեղանի մոտ։ Գիտես, հոր իշխանությունը կա, չէ՞, ասում է, մաման գոռում, բանտեղ չի ասում, ես պապան քեզ բերան ասում, սա խելոք գալիս է։ Էդի որտեվ հայրական իշխանությունն է։ Ասում է, խելոք գլուխը կախ եկավ նստեց սեղանում, բայց ես սոված չեմ։ Ոչինչ, սոված չես, ընտանիքով նստած ենք հաց ուտելու, նստի հետներս։ Պրոստը նստի հետներս։ Մեն գլուխը կախ նստեց, հայրն ասում է, հիմա աղոթի կերակուրի համար։ Ես չեմ ուտում, մեկա չեմ ուզում աղոթեմ, մենք ենք ուտում, մեր համար աղոթի։ Ու երեխեն աղոթում է, Տեր իմ Աստված ազատիր ինձ իմ թշնամիներից։ Գիտես իհարկե ինքը ծիծաղելով դա պատմում էր, իր գրքում էլ դրա մասին գրում է, բայց այդտեղ ինքը սովորացնում էր հոր իշխանությունը։ Հոր իշխանությունը նստի սեղանի շուրջ, մի կեր, բայց մեր հետ նստի։ Ոչ թե նեղացած մռուտներդ կախած գնա սեղան, սենյակում դուռը փակվի ու վсё։ Եկար մեր հետ նստելու։
Կվերջացնենք, ամեն մեկս կգնանք մեր գործին, դու էլ կգնաս քո գործին։ Տան քահանան սիրելիս, կանչված է, որ տան մեջ այս մթնոլորտը պահի։ Դες հրաշալի մի օրինակ եմ ուզում կարդամ Գործք առաքելոցից։ Ես որ խնդրեմ կարելի է երաժշտությունը Գործք առաքելոց 10-րդ գլուխ, այնքան եմ սիրում էսի։ Կեսարիայում մի մարդ կար, անունը Կորնելիոս, հավորապետ իտալացի կոչված գնդից։ Բարեպաշտ, աստվածավախ, իր բոլոր տնովը, շատ ողորմություններ էր անում ժողովուրդներին եւ ամեն ժամանակ աղոթք անում դեպի Աստված։ Նա օրվա իբրև 9-րդ ժամին տեսիլքի մեջ հայտնի տեսավ Աստծո հրեշտակը, որ մտնելով նրա մոտ ասում էր նրան. Կորնելիոս։ Նա էլ նրան նայելով շատ վախով բռնվեց եւ ասեց. Ինչ է Տեր, եւ նա ասեց նրան. Քո աղոթքները ու քո ողորմությունները վեր ելան Աստծո առաջին հիշատակի համար, եւ հիմա մարդիկ ուղարկիր Հոպե եւ կանչիր Սիմոնին, որ Պետրոս է կոչվում։ Իրավիճակը շատ պարզ է, շատ գեղեցիկ է։ Կորնելիոս կոչված, հավորապետ, ճանաչելի մեկը աղոթքի մեջ է լինում։ Ու անգամ մենք պատմությունով տեսնում ենք, որ ինքը աստվածավախ է, բայց չունի ճշմարիտ ճանաչողություն, սրտում ունի դեպի Աստված ձգտումը, ու իր ճանաչած, իր այդ հասկացողության չափով էլ աղոթքներ է անում։ Ու Աստված ողորմություն է անում, հրեշտակ է ուղարկում ու ուզում է ճանապարհը դնի ճշմարտության մեջ, մարդ ուղարկի։ Պատկերացնում ես, հրեշտակ է տեսնում, մարդ ուղարկի Հոպե, թող կանչեն Պետրոս առաքյալին, նա կգա եւ քեզ կսովորեցնի ճշմարտության ճանապարհները։ Ինքան հրաշալի է։ Պատմությունը մանրամասը չասեմ, բայց ոնց է ինչ է կատարում։ Գնում են Կորնելիոսի ուղարկված մարդիկ գնում են, Պետրոսին գտնում են, Պետրոսին համոզում են ու բերում են։ Գիտես, ուզում եմ ես ու դու սա տեսնենք թանկագին տան քահանա։ Ուզում եմ սա տեսնես։ Ուզում եմ Կորնելիոսի օրինակը մեզ լինի եւ հետեւյալ օրը մտան Կեսարիա։ Պետրոսը Կորնելիոսի ուղարկած մարդկանց հետ գալիս է Կեսարիա։ Եվ Կորնելիոսը իր ազգականների եւ ընտանի բարեկամներին կանչել էր։ Տեսել ինչ քահանա է։ Տեսել ինչ քահանա է։ Մենակով աղոթք անում, հրեշտակը գալի ասում է մարդ ուղարկի Պետրոսին կանչի, կարար չէ մի հատ sense իր կաբինետում նստեր, ասեր կբերեք մոտս, օֆիսում եմ նստած։ Չէ։ Նախորոք բարեկամներին, հարազատներին, տան անդամներին շուխուր էր գցել։ Լսեք, մարդ է գալու, Աստծո խոսք խոսալու, հավաքվեք, սաղդ մեր տուն, մարդ է գալու, գիտես ինքը կազմակերպեց, որ իր ընտանիքը, որ իր բարեկամները անգամ, գիտես անգամ ինքը քահանայություն վերցրեց իր բարեկամների համար, ինքը պատասխանատվություն կրեց իր եւ միգուցե քրոջ, եղբոր, միգուցե մորաքրոջ, հորաքրոջ, ես չգիտեմ, բայց խոսքն ասում է, եւ հետեւյալ օրը մտան Կեսարիա, Կորնելիոսը իր ազգականներին եւ ընտանի բարեկամներին կանչել էր, սաղին գլուխներ հավաքել։ Սաղին գլուխներ հավաքել։ Ժողովուրդ եկեք, Աստծո մարդ է գալու, Աստծո խոսքեր է խոսալու։ Եվ ասում է, եւ սպասում էին նրանց, եւ եղավ, երբ որ Պետրոսը ներս մտավ, Կորնելիոսը դիմավորեց նրան եւ ընկավ նրան ոտներն ընկած երկրպագեց։ Չէր ճանաչում, իր հին ճանաչողության մեջ էր, գիտեր թե ձևն տենց է, բայց սիրտը ճիշտ էր, սիրտը ուղիղ էր։ Եվ Պետրոսն էլ կանգնացրեց նրան եւ ասեց. «Վեր կաց, ես ինքս էլ քո նման մարդ եմ»։ Ու մտնում է տուն, սկսում է Աստծո խոսք քարոզել։ Ու ամբողջ Կորնելիոսի տունը փրկվում է, գալիս է փրկության։ Սիրելի Աստծո տան քահանա, դու քո տան քահանան ես։ Դու կանչված ես ու դու ունես այդ օծությունը։ Սիրելի եղբայրներ, գիտեք, ես ձեզ ուզում եմ մի հետաքրքիր բան ասեմ։ Նկատել եք, տխուր բան եմ ասում, բայց սա բոլորս նկատած կլինենք։ Թաղման ժամանակ, թաղումների ժամանակ միշտ էլ քույրերը լացում են։ Քույրերը լացում են։ Բայց նկատել եք, հենց տղամարդն է լացում, մթնոլորտը ուրիշ ձև է փոխվում։ Մի անգամ սաղ սկսում են, մի հատ ուրիշ բան է կատարվում այդտեղ։ Որտեղ տղամարդու կշիռը ուրիշ է Աստծուց դրված։ Տղամարդու կշիռը ուրիշ է Աստծուց դրված։ Երբ որ քահանան է լացում, դա մի ուրիշ բան է կատարվում։ Նկատել եք, քույրերը հիմնականում եկեղեցիներում քույրերն են շատ։ Քույրերն են առաջինն ապաշխարում։ Ու քույրերը
ամիսներով, տարիներով աղոթում են իրանց ամուսինների համար, որ դարձի գան։ Բայց նկատել եք հենց տան տղամարդն ապաշխարում է, նրանք են սաղ տունը հետևից գնում է Աստծուն, որտեղ տղամարդու վրա կա այդ օծությունը, տղամարդու վրա կա այդ քահանայությունը։ Սա չկորցնես, խնդրում եմ, սա չկորցնես, խնդրում եմ, տունդ բեր Աստծո մեջ, Աստծուն բեր տանդ մեջ։ Հալելույա մեր Տիրոջը։ Արի կանգնենք, խնդրում եմ։ Եվս մի հրաշալի պատմությունները շատ են, որ ուզում եմ այսօր կարդամ քեզ համար ու դու վերցնես։ Այսօր սիրելի եղբայրս, քահանա, ուզում եմ մենք վայր դնենք մեր բոլոր պագոնները, կոտրվենք ու հրավիրենք Հիսուսին, գա մեր ընտանիքի մեջ, ուղիղ նայենք մեր տան խնդիրներին, չլինենք այն մարդը, որ դուռը կշխկցնենք ու կգնանք։ Հալելույա մեր Տիրոջ, գիտեք հենց հիմա ինձ հետաքրքիր ու սիրուն տեսարան է հետևը, արկածը երեխուն գրկած քնացնում է ու այնքան լավ է, գիտեմ իհարկե ամեն մեկի տանունը կարամ տամ, բայց էսի ճիշտն է։ Գիտեմ հեշտ չի, Ալբերտի համար կարամ ասեմ, մյուսների ցաղիդ համար, ամեն մեկիդ համար կարամ ասեմ, հեշտ չի, բայց սա ճիշտն է։ Գիտեք այն օրը փառաբանության փորձին Ալբերտին տեսա Արտակի հետ եկել էր, գիրկը նստած փորձ են անում, մի փոքր փորձեցի երեխուն գրկեմ, ու հետո մտածեցի ու հիշեցի մեր ճանապարհը։ Այդ պահին մտածեցի, ասեցի տղեն իր դժվար ճանապարհը անցնում, բայց հետո գիտես Սուրբ Հոգին ինձ ինչ ասեցի, դու էլ 3 երեխա ես նույն ձև մեծացնում։ Ոնց որ դիմացի։ Գիտես նոր քիչ առաջ Նունեն ու Բորյան Արմինեն փառաբանություն էր անցկացնում, ես Սամին հետևը քնացնում էի։ Մեր սպիտակում, երբ որ ծառայում ենք, Սամը փոքր կայլասկ երեխա քնացնում էի։ Սամը քնում էր, ես բարձրանում էի բեմ, Արմինեն գնում էր Սամի մոտ։ Հետո ես հենց ավարտում էի, շատ հաճախ լինում էր ամենն ասում էր, Սամը հետս արթնանում էր։ Ասում տղես հոգու մեջ քնում, հոգու մեջ արթնանում էր։ Բայց գիտես դժվար էր իհարկե։ 3 երեխա մեքենայով գնում ես, կանգնում ես, Արմինեն նստում էր մեքենայի մեջ, ես հատ գրկած, որտեղ քնած էին 3-ն էլ, հատ գրկած հանում եմ տուն իջնում եմ, հանում եմ տուն իջնում եմ։ Գիտես հիմա ուրախ հիշում ենք, այն ժամանակ դժվար էր։ Տանջվում էինք, բայց ճիշտը դա է։ Զայլա չկա դե հոգնած ենք, ճիշտը դա է։ Ճիշտը դա է, երեխուդ բեր, թող Աստծո տան մեջ մեծանա։ Թող Աստծո ներկայության մեջ մեծանա, թող վազվզի ստեղ, բայց ներկայության մեջ վազվզի։ Ախր հոգնում ենք հով ջան, ոչինչ, հոգնի։ Ճիշտը դա է, սիրելիս, ճիշտը դա է։ Այսօր չեմ ուզում փափուկ բարձ դնեմ գլխի տակ։ Երբ որ վաղը միսօր, գրես Սատանան փափուկ բարձերը բերում է, Սատանան գեղեցիկ ռեկլամներով գալի գողանում է մեր երեխեքին, հետո ասենք բախի բանեց, ժամանակին պետքա ճիշտ սերմերով լցնել, ճիշտ սերմերով լցնել։ Մարկոս 5-րդ գլխում 22-րդ խոսքում կա մի հրաշալի հայր, Հայրոս անունով։ Եվ ահա գալիս է ժողովրդապետից մեկը անունը Հայրոս։ Եվ երբ որ նրան տեսավ, ընկավ նրա ոտները եւ նրան շատ աղաչում էր եւ ասում, թե աղջիկս վախճանվելու մոտ է, գաս, ձեռքդ նրա վրա դնես, որպեսզի ազատվի եւ ապրի, եւ նրա հետ գնաց եւ շատ ժողովուրդ նրա ետևից գնում էին եւ նրան նեղում էին։ Տես ասում ժողովրդապետից մեկը, սա պարզապես ինչ որ sense եղբայրներից մեկը չէր, աննշան, չէ, ժողովրդապետ էր, առաջնորդ էր։ Ու ինքը իր բոլոր պագոնները բոլոր հեղինակությունը դրեց ներքև ու եկավ ժողովրդի մեջ ասում ծունր դրեց Հիսուսի առաջ ու աղաչում էր արի այսօր սիրելի տան քահանա ես ուզում ասեմ գիտես այնքան ցավով եմ նայում հաճախ
երբ որ տեսնում տան տղամարդը իր հպարտությունը չի կարող թողնի, որ ծունկ ծալի երեխու համար։ Իր հպարտությունը չի կարող թողի, որ Աստծո տուն վազի իր տան օրհնության համար։ Դե Հովիվ ջան, արի իրար հետ մի կտոր հաց ուտենք, բայց դե եկեղեցի եսի մե ամոթա։ Արի դնենք ցած մեր բոլոր պագոնները։ Հիսուսը ճանապարհվում է։ Նա դեռ խոսելից ժողովրդապետի տանից գալիս են եւ ասում. աղջիկդ մեռավ։ Ինչու ես աշխատեցնում վարդապետին։ Հիսուսը ասաց բանը իսկույն լսելով ժողովրդապետին ասեց. մի վախենա, բայց միայն հավատա։ Եվ ոչ ոքի թույլ չտվա, որ իր հետ գնա, բայց միայն Պետրոսին, Հակոբոսին եւ Հակոբի եղբայր Հովհաննեսին։ Եվ եկավ ժողովրդապետի տունը եւ այնտեղ մեծ ամբոխ տեսավ եւ լացողներ եւ շատ աղաղակ անողներ։ Գիտես, այստեղն էլ շատ ազդեցիկ է ու շատ կպնում է։ Ճանաչված մեկն էր, արդեն ասեցինք։ Լսել են, այս ինչի աղջիկը մեռավ։ Գնում են։ Հարևան, բարեկամ, գործընկեր, աշխատող, ենթակա, սաղ վազում են, այս ինչի աղջիկը մեռավ։ Ու մեկ էլ այդ ինչը գալիս է Հիսուսի ու երեք աշակերտների հետ։ Եվ շատ աղաղակ անողներ տեսան։ Ովքեր էին այս աղաղակ անողները, լացում էին, չէ՞։ Մորքուր, հորքուր, քերի, հոպար, մոտիկ հարևան, երեխեն մեռել է, սաղ լացում են, սուք են։ Մոտիկ մարդիկ են, բարեկամներն են։ Եվ ներս մտան, նրանց ասեց. ինչ եք շփոթված, Հիսուսն է ասում, եւ լաց լինում, երեխան մեռած չէ, այլ քնած։ Եվ նրանք ծիծաղում էին նրա վրա։ Այնքան հետաքրքիր է ու այնքան ցավալի։ Նույն հորքուր մորքուրը, նույն քերի հոպարը, լավ հարևանը նոր լացում էին երեխու վրա, հիմա ծիծաղում են։ Աղանդավոր եկել է։ Հենց նոր լացում էին երեխու վրա, այդ Հիսուսն եկել ասում մեռած չի, քնած է, արդեն լացը փոխվավ, ծիծաղի առիթ են գտել, ծաղր են անում։ Ուզում ես ասես այդ տրամադրությունները տենց լավ է, որ կարող եք մի հատ ծիծաղի տեղ գտնեք։ Եվ նրանք ծիծաղում էին նրա վրա։ Բայց նա բոլորին դուրս հանեց, էսի դիր սրտումդ խնդրում եմ, բոլորին դուրս հանեց։ Դու պատկերացնում ես մորքուրին, դուրս մորքուր, վայ այ բալաջան, ինչ ես դուրս հանում, հորքուր դու էլ դուրս, ոնց ես աղանդավորին թողում ես, ինձ ես դուրս հանում, քերի դու էլ դուրս, հոպար դու էլ դուրս, լավ հարևան դու էլ դուրս, գժվել ա լրիվ, սաղից դուրս հանեց։ Գիտես, Հիսուսը բոլորին դուրս է հանում։ Ով էր Հիսուսին տվել այս իշխանությունը։ Հայրոսը։ Գիտես, մեկ ուրիշ խոսքերով ասած, Հայրոսը պտտվեց ու ասեց. Հիսուս, ինչ ուզում ես արա։ Դու մենակ ասա, ինչ ենք անում։ Ասեց, սաղ պիտի հելնեն։ Հարց չկա։ Գրես, բայց մեկ լինում է, բա հոպարս ինչ կասի, բա քերին, որ նեղանա, ես հավատացյալ եմ, դու տան քահանան ես, դու ես որոշում կարեցնում, քերով երկինք մտնելու ամենայն հարգանքով բոլոր քերիներին ես էլ ունեմ շատ լավ քերի, հոպարով չի, որ երկինք ենք մտնելու, ես էլ ունեմ շատ լավ հոպարներ, բայց դու ես տան քահանան, դու ես տան քահանան, նայս, բայց նա բոլորին դուրս հանեց, և առնելով երեխայի հորը և մորը և իր հետ լինողներին, Հովհաննեսին, Հակոբոսին ու Պետրոսին, հորն ու մորը, գիտես շատ մարդ չվերցեց, 2 հոգի, ու ես հասկանում եմ ինչի Հիսուսն 2 հոգու վերցրեց, այդ 2 հոգին այն լիարժեք են 2 հոգին էին, որ հաստատ ամեն ինչ ուզում էին անեն, որ երեխեն կենդանանար։ Այդ 2 հոգին հաստատ չէին, եթե հավատք չունեին էլ, գոնե չէին խանգարի։
Այդ երկուսին վերցրեց, այն 3-ին էլ, որ իր հետ եկել էին, մտան աղոթքի։ Եվ երեխայի ձեռքը բռնելով ասեց նրանց. «Տալիթա կումի», որ թարգմանում է «Ով աղջիկ, քեզ եմ ասում վեր կաց»։ Եվ շուտով վեր կացավ աղջիկը եւ ման էր գալիս, որովհետեւ 12 տարեկանի չափ էր, եւ մեծ զարմանքով զարմացան։ Սիրելի տան քահանա, այս իշխանությունը, այս օծությունը քո վրա դրված է, տանդ հրաշքը կարաս բերես Հիսուսի անունով։ Արի խոնարհենք մեր գլուխները աղոթք անելու։ Շնորհակալ ենք թանկագին Տեր, փառավոր Աստված, երկնքի երկրի արարիչ։ Շնորհակալ ենք Տեր քո խոսքի համար։ Աղոթում ենք Տեր ու հրավիրում ենք քեզ Տեր, մեր կյանքերի մեջ, մեր ընտանիքների մեջ, քո խոսքի համաձայն Տեր։ Խնդրում ենք ամեն մի եղբորս համար Տեր, որ որպես իր տան թագավոր, որպես իր տան քահանա, վերցնի այն կոչումը, վերցնի այն օծությունը, ինչ որ դու երկնքից տվել ես, եւ դա թանկ պահելով, ընտիր պահելով քայլի առաջ։ Այն սպասումները, որ դու ունես ամեն մի եղբորիցս Տեր, աղոթում եմ, որ ամեն մեկը Տեր զորանա ու պնդանա, որ ոչ թե մեղքի առաջ ծնկի գա, այլ քո առաջ ծնկի գա, իսկ մեղքը իր ոտների տակ պահի։ Աղոթում եմ փառահեղ Տեր, որ այսօր ամեն մի եղբայրս, ամեն մեկը, ով իր տան թագավորն է ու իր տան քահանան է, զինվորվի ու հագնի այն զենքերը հոգևոր, որը որ դու պատրաստել ես իրանց համար։ Աղոթում եմ Տեր, նույնպես օրհնում եմ ամեն մի քրոջս, որ իր տան մայրն է, տան տիկինն է, որ իր տան առաջնորդի հետ պիտի քայլի, պիտի միաբանվի։ Աղոթում եմ փառավոր Տեր ամեն մի քրոջս համար։ Քո խոսքի համաձայն, որ դու ասում ես իմաստուն կինը տունը շինում է, ամեն մի քրոջս վրա նոր իմաստություն իջեցնես, նոր յուղ իջեցնես ամեն մեկի գլխի վրա Տեր, որ նոր ձևով, յուրահատուկ ձևով ամեն մեկը կպնի իր ամուսնուն, ամեն մեկը հետևի իր ամուսնուն, ամեն մեկի շուրթերի վրա դնես իմաստուն խոսքեր Տեր, որ կարողանա իր ամուսնուն արթնացնի, իր ամուսնուն Տեր ցույց տա, օգնի Տեր, այն կոչումը, որի մեջ ամուսինը կանչված է, այդ կոչումը կարանա Տեր ընդունի ու քայլի ամուսնու հետ միասին։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով աղոթում ենք փառավոր Տեր, աղոթում ենք եւ օրհնում ենք ամեն մի տունը, ամեն մի ընտանիքը։ Խնդրում եմ Տեր, թող ոչ մի ընտանիքում քնած, թմրած քահանա չլինի Տեր, այլ ամեն տան քահանաները, ամեն տան թագավորները արթուն լինեն իրանց կոչման մեջ։ Հիսուս Քրիստոսի անունով շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր, շնորհակալ ենք Տեր, քեզ փառք, պատիվ ու մեծություն ենք բարձրացնում։ Հալելույա։ Ամեն, ամեն, փառք Հիսուսին, փառք մեր Աստծուն, փառք մեր Աստծուն։ Գիտես, եթե կզգաս, որ տանը պետք է աղոթքի ժամ ունենաս, որ տանը պետք է ունենաք խոսքի ժամ, խոսք կարդալու կամ իրար հետ քննարկելու, ունեցեք դա, կառուցեք։ Ընտանիքդ բերում ես Աստծո մեջ եւ Աստծուն բերում ես ընտանիքիդ մեջ Հիսուսի անունով։ Մինչև մենք կփառաբանենք, ես ուզում եմ մի հարց տամ, կա մարդ, որ այսօր առաջի անգամ է, եթե առաջի անգամ ես կխնդրեմ ձեռք բարձրացնես, մենք ողջունենք քեզ։ Աստված օրհնի, ողջունում